Որևէ նոր բան ձեզ չենք հայտնելու, ինչ որ կանխատեսվում էր տեղի ունեցավ, այո, բնականաբար ասում էլ քննեցի 2 ամսով, շփման սահմանափակումներով, արդեն դատական ակտը կստանանք, սա կահվածքն ընդհանրապես եւ բողոք կներկայացնենք։ Ուր են տեղափոխելու։ Դեռ հայտնի չի։ Կիմանանք, ինչը վաղը կիմանանք։ Ոնց միջև ապայլուն ստեղ։ Չէ, անելու են, բայց մենք վաղը կիմանանք։ Որոշում բողոքարկելու հետ կապված մտադրություն չունեք։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրին են դարձնում։ Մեկը կասում, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մասիս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Սա հիմքերից մեկն է։ Այս ներկայապային սա կասեմ, դետալները արդեն գործի նախաքննական գաղտնիք կազմող հանգամանքներ են։ Իսկ ինչ մեխանիզմներով եք պլանավորում բողոքարկումը իրականացնել Հայաստանի ներսի։ Եվ ներսում եւ դրսում սահմանափակումներ չունենք։ Այս մասնագիտական պլանավորման մեջ։ Ոչ ահաբեկչական ձևերով։ Նայած մեկնաբանը։ Երկու բառ ես ասեմ, էլի սրբազան պայքարի սիրելի ժողովուրդ։ Բոլորիցս շնորհակալություն, որ այսօր եկել եք աջակցելու մեր սրբազանին։ Ուզում եմ ասել, որ մեր պայքարը շարունակվում է, այն ոգին, այն հավատը, որ դրել է այս պայքարի մեջ սրբազանը, այսպես մենք բոլորով պետք է իրականացնենք։ Մեր պայքարը շարունակվում է։ Մենք բոլորս հիմա այն աջակցությունը, որ մենք ուզում ենք ցուցաբերենք սրբազանին, դա միայն պայքարն է, որը ինքը հոգով, սրտով եւ հավատքով դրել է մեր մեջ։ Բոլորիցս շնորհակալություն, ապրեք, որ եկել եք, բարի գիշեր բոլորիդ։ Գիտեք ուր են տանելու։ Առավոտյան կիմանանք։ Լրագրողներ ջան, ձեզանից էլ շնորհակալություն, բոլորիդ շնորհակալություն, բարի գիշեր։